Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Բագրատյան, այսօր արդեն հայտարարություններ հնչեցին ադրբեջանական կողմից, մասնավորապես ԱՄՆ փոխնախագահի գալուց հետո, եթե մի փոքր հույս կար, որ հնարավոր է գերիների վերադարձ լինի, խոսվի այդ մասին, ԱՄՆ փոխնախագահը նշեցին, որ ամեն դեպքում այդ հարցը բարձրացել է, բայց այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ նրանք իր խոսքով ծանր հանցագործներ են եւ նրանց ներում չի շնորհում, ըստ էության ասելով, որ վերադարձ չակնկալենք։ Գիտեք, խաղաղության process-ը ինքը երկար process է եւ ժամանակի ընթացքում իհարկե այդ դիրքորոշումները ավելի կփափկանան, ավելի կդառնա անկալելի հասարակության համար հանրային ճնշումը շատ բարձր է, որպեսզի վերադարձվեն գերիները։ Ես վստահ եմ, որ վերադարձնելու են, ուղղակի բնականաբար դեռևս կոշտ ռետորաբանությունը ամբողջովին ադրբեջանական կողմի մոտ որոշ չափով պահպանվում է, այսպես ասած ոչ թե ամբողջովին, այլ որոշ մասով դեռևս պահպանվում է, որը ժամանակ է պահանջում։ Ես վստահ եմ, որ պայմանագիրը կնքելուց անպայման ազատ կարձակվեն գերիները, կվերադարձվեն հայրենիք։ Նաև պայմանագրի մասին է հայտարարություն արել France 24-ին տված հարցազրույցում նշվել է, որ խաղաղություն ստորագրելու հնարավոր չէ, քանի դեռ սահմանադրությունը այստեղ չեն փոխել։ Ինչու է շարունակվում միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Տեսեք, հասկանալի է հարցը, տեսեք, միջազգային վեճ կա, որ մենք մեր կողմը ավելի ճիշտ է, որովհետև մենք ասում ենք միջազգային պայմանագիրը բարձր է ազգային օրենքներից, այսինքն եթե դա այդպես է, եթե պայմանագիրը կնքվում է, սահմանադրությամբ ամրագրված ինչ-որ նոր, նույնիսկ եթե որևէ երկրի հետ խնդրահարույց է, դրանք այլևս չեն կարող ավելի բարձր համարվել, քան կնքվող պայմանագիրը։ Հետևաբար կարծում եմ, որ մենք ենք հայկական կողմն է այդ իմաստով ճիշտ, որ սահմանադրությունները չքրքրենք, օրենքները չքրքրենք, որովհետև վերպետական միջազգային պայմանագիր է կնքվում, իսկ միջազգային պայմանագիրը բարձր է ազգային օրենքներից, մեր ներպետական օրենքներից։ Բայց փաստացի փոփոխություններ սահմանադրությունում լինելու են, Տիկին Գալյանն էլ հայտարարել էր, որ շուտով նոր տեքստը պատրաստ կլինի։ Այսինքն ինչու են արվում այդ փոփոխությունները։ Բոլորս գիտենք, որ սահմանադրության հետ կապված բազմաթիվ հարցադրումներ կան եւ նոր սահմանադրության հետ նաեւ պայմանավորված հանձնաժողով է ստեղծել, որը աշխատում է, բայց թե ինչքան կաշխատեն, երբ կավարտվեն, ես չեմ կարող ասել, որովհետև այդ մասին դեռևս հստակ կարծիքներ չունեմ, որ այսինչ օրը կարելի կամ կավարտեն 3 ամսից թե 1 տարուց չեմ կարող ասել, բայց որ այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են եւ սահմանադրության մեջ կան բազմաթիվ խնդրահարույց կետեր, որոնք փոփոխության անհրաժեշտություն ունեն։ Պարոն Բագրատյան եւ Ալիևը շարունակում է պնդել, որ Զանգեզուրի միջանցքը իրականություն է դառնալու, մինչդեռ հայկական կողմը ասում է, որ դա միջանցք չէ, մենք արտատարածքային միավոր չենք տալիս Ադրբեջանին։ Եկեք մենք մեր պարտադրամաբանությամբ դիտարկենք հարցը։ Եթե Միացյալ Նահանգները հայտարարում է, որ Հայաստան Միացյալ Նահանգներ հայտարարության մեջ որևէ կետ չկա միջանցքի վերաբերյալ, այսինքն ինքը Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սուվերենությունը, նաև փոխադարձությունը պահպանվում է ամբողջովին։ Այսինքն տարածքային ամբողջականության պահպանում այլևս նշանակում է միջանցքի բացառում։ Միջանցքի այն թարգմանությամբ, որ շատերը համարում են, որ տարածքի զիջում։ Չկա նման բան, ամբողջովին հայկական տարածքով ընդհանրապես տրանսպորտային հանգույց է ձևավորվելու, որը վերահսկվելու է մեր սահմանապահների, մեր հատուկ ծառայությունների կողմից։ Եվ երեք Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատկերացնում է, որ Հարավկովկասյան երկաթուղիները գնվի Ռուսաստանի եւ Հայաստանի որևէ բարեկամ երկիր, սա տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց, ինչու է հայկական կողմը նման որոշում ընդունում։ Ավելի շատ նման որոշումներ ոչ թե ընդունում են, այլ կարծիքները քննարկում է զուտ այն կոնտեքստով, որ մեր երկաթուղին լիարժեք մասնակցի process-ին, բայց հնարավոր է, որ կոնցեսիոն կառավարումը ռուսական կողմին է, ռուսական կողմը չցանկանա մասնակցել այս process-ին, այսինքն եւ TRIP-ի իմաստով եւ բազմաթիվ նոր նախագծերի, որովհետեւ իրենք են կոնցեսիոն կառավարիչները, կարող են եւ չցանկանալ մասնակցել այդ process-ների ներողություն, մեզ ցանկալի է, որ մեր երկաթուղին մասնակցի, հայկական երկաթուղին մասնակցի այս ծրագրին, որովհետև դա մեր ներքին առևտրաշրջանառությանը կնպաստի, տնտեսության զարգացմանը կնպաստի։ Այս իմաստով այդ կարծիքը տեղ ունի, որովհետև եթե օրինակ պայմանական ասենք մեկ այլ երկիր լինի, որը հակամարտության կողմ չէ, այսինքն տվյալ դեպքում եւ Ռուսաստանը Ուկրաինայի հետ հակամարտության կողմ է եւ արևմուտքը հավաքական
ավելի շատ Ուկրաինային է պաշտպանում, բնականաբար որոշակի հակասություններ կան, որովհետեւ այս հակասությունները չազդեն մեր երկրի տնտեսական զարգացման վրա, մեր ազգային շահերից, պետական շահերից է ելնում, որպեսզի մենք կարողանանք նաև մեր երկաթուղին ներգրավենք այս ամբողջ process-ին, ապրանքաշրջանառությանը։ Սա է մեր ասացի նպատակը, վարչապետը այդ իմաստով է ասել։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ։